անակնկալներ չլինեին։ Շատ լավ, շնորհակալ եմ հաջորդ հարցի համար։ Բարև ձեզ, Փայլակ Վարադյան, իրականում եմ լրատվական կայք։ Պարոն նախարար, ես երկու հարց ունեմ, բայց քանի որ ասվել է, որ մեկ հարց պարտքի վերաբերյալ չեմ հնչեցնի, ձեր հայտարարագիրը առաջացրել է ուսումնասիրություն առաջացրել է մի խումբ փաստաբանների մտահոգությունները, մասնավորապես վերջերս էլ Արա Զորաբյան ներգրառում արել, ըստ որի ձեր նկատմամբ հնարավոր է քրեական վարույթ հարուցվի, մասնավորապես անտոկոս 0%-ով վարկ ստանալու, քերո անունով շինություն գրանցելու եւ այլն։ Նախ այս մասով դուք ունեք մտահոգություններ, կա արդյոք կոռուպցիոն գործարքների մեջ եք թե ոչ եւ հրավիրվել եք որևիցե կերպ իրավապահ այս կամ այն կառույց։ Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ ես մտահոգություններ չունեմ, որովհետև փաստաբանները այն մտահոգությունները, որը իրենք հայտնել են, եւ այն փաստերը, որոնք իրենք հայտարարել են, այդ փաստերը վերցրել են իմ հայտարարագրից, այսինքն դա այն է, ինչ որ ես հայտարարել եմ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացնում կամ իրականացրել վերջացրել է, ստատուսի մասին տեղյակ չեմ։ Այդ ուսումնասիրության շրջանակներում ինձնից պահանջվել են որոշակի պարզաբանումներ, ես տրամադրել եմ ամեն ինչ, ինչ որ հնարավոր էր, այսինքն այդ թվում նաև իմ հաշիվների քաղվածքը, ես ինչ եկամուտներ եմ ունեցել, ինչ ուղղություններով եմ այդ ծախսումները արել, որտեղ ըստ էության երևում են, որ այն ինչ որ ես հայտարարագրել եմ, դրա ապացույցներ է, եւ եթե որևէ այստեղ խնդրահարույց հարց լինի, վստահ եմ, որ այդ խնդրահարույց մասերը բան կստանան։ Ես չեմ հրավիրվել որևէ այլ մարմնի կողմից եւ որովհետեւ ինչքան հասկանում եմ, այդ դատական գործը ոչ թե իմ դեմ էր, այլ դատախազության, որը չի քրեական հետապնդում հարուցել, ենթադրում եմ նաև այն պատճառով, որ այդտեղ հարուցելու որևէ բան չկա, բայց երևի, քանի որ այս հարցը հնչել է, երևի լավ կլինի, որտեղ այդ հարցը ինձ շատ են տալիս էլի անտոկոս վարկ ստանալու եւ այլնի հետ կապված կուզենայի Հա։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ։ Հա, հիմա կասեմ։ Իրական պատմությունը իրականում հետեւյալն է, երբ որ 20 թվականին պատերազմից հետո մի խումբ ընկերներով որոշեցինք, որ մենք այսպիսի մի տեխնոլոգիական պարկ ենք ուզում հիմնադրել, որը կմեծացներ Հայաստանի այսպես զինվածությունը տարբեր բարձր տեխնոլոգիական մշակումներ անելու ուղղությամբ որոշեցինք այսպիսի բան հիմնադրել եւ իմ ընկերներից մեկը որպես իր մասնակցություն այդ գործընթացում պարտքով այդ գումարը, այսինքն այդ գումարը ներդրեց այս գործի մեջ, որը ձևակերպեց որպես պարտք եւ որոշվեց, որ ես պետք է լինեմ, ես պետք է ղեկավարեմ այդ ընկերությունը եւ այս ամբողջ պատմությունը, հետո իհարկե 21 թվականի օգոստոսին, երբ որ կառավարությունը որոշեց, որ ես պետք է ստանձնեմ ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, ես ստանձնեցի այդ պաշտոնը, երբ որ արդեն պարզ էր, որ ես այլևս այդ գործունեությամբ չեմ կարող զբաղվել, ուղղակի այդ պարտքը եւ այդ ընկերությունը ես փոխանցեցի երրորդ անձի եւ այդ ընկերությունը որքանով տեղյակ եմ արդեն այդ ներդերման ամբողջ ծավալը իրականացվել է եւ արդեն գործունեություն է իրականացնում։ Ինչ վերաբերվում է արտոնություն ստանալուն, ապա ճիշտ ասած ես տեղյակ չեմ եղել այդ
այդ արտոնության պատմության հետ կապված, այսինքն այդ ընկերությունը սարքավորումներ ներմուծելուց ինչպես բազմաթիվ այլ ընկերություններ, որը սահմանված է նաև մեր կանոնակարգերով, դիմել է ներմուծման արտոնություն ստանալու էկոնոմիկայի նախարարություն եւ ֆինանսների նախարարությունը այդ process-ում ուղղակի ստուգում է արդյոք թղթերը ճիշտ են ձևակերպված, ճիշտ են լրացված, համապատասխանում է ԱՏԳ կոդերը իրենց սահմանված ձևաչափին եւ ԵԱՏՄ ֆորմատին եւ ստացել է այդ արտոնությունը բազմաթիվ, եթե չեմ սխալվում, 50-ից ավել ընկերություններ ստացել են եւ այստեղ սենց ասենք կառավարությունը հայեցողական որոշում կայացնելու հնարավորություն էլ չունի, որովհետև հստակ սահմանված է, թե ինչ ապրանք ներմուծելու համար, ինչ չափով, ինչ արտոնություն կարող են ընկերությունները ստանալ եւ եթե չստանար այդ ընկերությունը այդ արտոնությունը, դա խախտում կլիներ այդ կարգերի եւ դուք ինքներդ էլ որ նայեք կտեսնեք թե ինչքան ընկերություններ ինչ բաների համար ստանում են այդ արտոնությունները ուղղակի ուզում ասեմ որ դա որևէ կապ չունի մեկը մյուսի հետ դա առանձին process է որից ըստ էության այսինքն այդ process-ի մեկնարկի վերաբերյալ ես որևէ տեղեկություն չեմ ունեցել այդ ժամանակ որտեվ ինքս ներգրաված չեմ այդ ընկերության որևէ գործունեության մեջ Շնորհակալություն պարոն նախարար, հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ այսօրվա մեր ասուլիսը թեմատիկ է, խոսում ենք պետական պարտքի կառավարման քաղաքականության եւ նոր թողարկված Եվրապարտեզի մասին։ Անջան, խնդրում եմ։ Ֆակտոր TV Մանյա Պողոսյան, չնայած դուք դիտարկում եք անվոր նման հարց չհնչեցնել, այնուամենայնիվ հարցի շարունակությունը Պարոն Հովհաննիսյան, նման կոռուպցիոն սկանդալի կիզակետում հայտնվելու դեպքում ժողովրդավար երկրներում պաշտոնյաները հրաժարական են տալիս։ Դուք ինչպես եք շարունակում պաշտոնավարել եւ կառավարել պետության ֆինանսները։ Եվ բացի այդ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կառավարությունը փողի խնդրեմ չունի, բայց ունի փողն արդյունավետ կառավարելու խնդրեմ։ Այս մասով արդյոք հարցը լուծվել է, թե շարունակում ենք մնալ առաջին դասարանում եւ ինչ է անում այս ուղղության ընդհանրապես։ Կատարվել քննությունից բարբերաբար։ Ճիշտ ասած, ես չեմ համարում, որ ես կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, որովհետև ինչ որ մեկը որոշել է ինքը իրան գովազդի իմ ինչ որ մի բանի հաշվին։ Հիմա եթե ես հայտարարեմ, որ կամ ինչ որ մեկը ձեզ մեղադրի ինչ որ մի անհեթեթ բանի մեջ, դա ոչ չի նշանակում, որ դուք հայտնվել եք այդ սկանդալի մեջ, եթե դատարանը կուսումնասիրի կամ որ համապատասխան մարմինները կուսումնասիրեն եւ կհամարեն, որ այդտեղ խնդիր կա, ապա բնականաբար կպատասխանենք, կներկայացնենք բոլոր հիմնավորումները եւ համապատասխան գործողություններ կհետևեն դրան, եթե պարզվի, որ ես կոռուպցիայի մեջ եմ ներգրաված, բայց ուղղակի հասարակ տրամաբանությունը հուշում է, որ քանի որ ես այդ ամբողջ պատմությունը տեղի է ունեցել իմ պաշտոնավարումից առաջ, երբ որ ես ընդհանրապես չէի պլանավորում որևէ պետական պաշտոն զբաղեցնել, արդեն ձեզ պատասխանեցի, այսինքն պարզաբանեցի այդ հարցը, թե երբ ինչ պայմաններում է այդ ամեն ինչը տեղի ունեցել, հետեւաբար սա ուղղակի մի քիչ զարմանալի է իմ համար, ինչ վերաբերվում է ֆինանսավորմանը, տեսեք մեր բյուջեն պլանավորվում է դեֆիցիտով։ Օրինակ 2025 թվականի համար մենք պլանավորել ենք 5.5% դեֆիցիտ։ Օրինակ ինչու դուք բյուջեի պլանավորման ժամանակ հարց չեք տվել, թե ինչի է բյուջեն 5.5% դեֆիցիտով։ Կամ գայք ասեիք, այ որ այդ 5.5% դեֆիցիտով պլանավորել եք բյուջեն, դրա դիմաց պլանավորել եք այսպիսի ծախսեր։ Այդ ծախսերը ինչի եք անում, որովհետև այդ 5.5% դեֆիցիտի մի զգալի մասը օրինակ ուղղվում է մեր պաշտպանական ենթակառուցվածքների զարգացմանը։
Եվ ես որքանով հիշում եմ, այդ ժամանակաշրջանում բոլորը ողջևորությամբ եւ հիացմունքով խոսում էին նրա մասին, թե Հայաստանը ինչքան է մեծացրել իր պաշտպանության ուղղող ծախսերը։ Եվ ես կարծում եմ, որ դա արդարացված է այն առումով, որ մեր քաղաքացիները, բացի նրանից, որ իրականում այդ կարողությունները զարգանում են, մեր քաղաքացիները դրա հետևանքով ավելի անվտանգ են իրենց զգում։ Եվ կառավարությունը եւ ազգային ժողովը որոշել են, որ այդ ծախսը եւ այդ պարտքը ներգրավելը արժի նման բանի համար, որովհետեւ դա բերելու է երկարաժամկետ խաղաղության Հայաստանին։ Շնորհակալություն, պարոն նախարար, հաջորդ հարցի համար։ Շնորհակալություն, Վահե Մակարյան, Մեդիահաբ։ Պարոն նախարար, ճիշտն ասած նոր մտքովս անցավ, ես զարմացա, թե ինչու 2025 թվականի փետրվարի կեսերին Գևորգ Պապայանը որոշեց խոսել Հայաստանի արտաքին պարտքի մասին, մի փոքր մանիպուլացնելով եւ մարդկանց հույս